Բարի պայծառ առավոտ աղջիկներ ջան, ինչպես եք։ Եկեք գնանք մեր դրախտավայր։ Այսօր ավելի ու ավելի է գեղեցկանալու մեր հողամասը, որովհետև խոտը քաղում են։ Ահա, տեսեք, շատ մոտիկ չգնան, որպեսզի ձայնը չխանգարի։ Ահա, մեր հարևանը խոտը նայեք ինչքան խոտ կա, հիմա որ այսքան խոտը հավաքվի, արդեն ամբողջովին հողամասը այսպես կբացվի, որի համար շատ ուրախ եմ։ Գնում եմ կոֆե դնեմ, մի հատ սուրճ խմեմ ու գամ անցնեմ մարգերը բացեմ վարունգի, քանի դեռ անձրև չկա, պետքա հասցնեմ։ Համեմներս ինչ լավացել են։ Մի խոսքով երեխեք ջան, ուրախությանս չափ չկա։ Տենաս հավերին Գյորգին կերակրել է, թե չէ։ Հա, ցորեն կա, ջուր կա։ Ելակներն է ստուգեմ, 3 ելակով տորթ եմ թխել առաջին անգամ։ Քանի որ Էլինաս քնած է, մենակ Էրիկս է, ես մի ելակը տանեմ Էրիկիս։ Էսա Գյորգին է կգա ստեղ կհնձի, կամ այսօր կամ վաղը տեսնենք, որ ամբողջովին մաքուր լինի, հանկարծ կարտոֆիլս չվնասի։ Սպասեմ ես մեր հարևանը հնձի գնա ու գնամ կարտոֆիլի բուկն է պետք է հավաքեն։ Ահա։ Ասի գամյա ձեզ տեղեկացնեմ ինչա կատարվում առավոտ շուտ մեր հողամասում։ Գիտեմ ինձանի շատ եք սպասում։ Ասում եք Աննա ջան, ցույց տուր, ուր հասար, ինչ արիր, ամեն ինչ արել եմ աղջիկեք ջան։ Չարված գործ չկա։ Մնում է բուգը հավաքեմ ու վերջ։ Տղայիս ելակը լվանամ, տանեմ հյուրասիրեմ։ Ունենց համով էր տորթը երեխեք ջան։ Այնց համով էր չեք պատկերացնի։ Եմ որ ասելու չի, համտեսելու է։ Ծաղիկներս արդեն թորմշել է, պետք է տանեմ նորը բերեմ, առավոտյան էլ են երեկվա գեղեցիկ բուկետը, տորթի կողքը որ դրած էր, ուղարկեցի Արսենիս վասպիտացիելին։ Տեսակ աղջիկներս Արսենին մանկապարտեզի ժամը 11:30 ենք վերցրել, հիմնականում մի ժամը 3:30-4-ին ենք վերցնում, նվեր էր ստացել և մնացել էր մանկապարտեզում, ինքը դրսում էր, էլ վերև չէր բարձրացել, որ առավոտյան Գյորգին բերեց, իդեպ Արսենիս վասպիտացիելը, երեք ծնողական ժողովել էր, ուշացել էի, չէի գնացել, հարցրեցի ինչ ա եղել, ինչից եք խոսացել, ամեն ինչ նորմալ է, փոփոխություն կա, թե չկա, ինչ որ բաներ պետք է, թե ոչ, վասպիտացիելը, առավոտ շուտ, կարդացի, գեղեցիկ, այսպես նամակ էր ուղարկել, ուղղված Արսենին, որ սլայմը, որ Արսենը շատ ընդունակ է, շատ լավ հիշում է, առաջադեմ է, ու շատ խելացի է, որ ընդհանրապես որ խոսքեր չկա, մի հատ վատ բան չասեց Արսենի մասին։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ տղես առաջադեմ է, ես դրանում չէի կասկածում, որովհետև ինքը շատ ընդունակ է, միանգամից սովորում է, սեր ունի սովորելու հետ, նկարները սաղ նկարում է, հետը քառակուսին, կրուգը, եռանկյունին և այլն բոլորը, հաշվելն են սովորում միջև 5-5-ից հետ հաշվարկը, էդ էլ պետք է հետը պարապեմ, հիմնականում տեսնում եք, ես պարապում եմ իմ երեխեքիս հետ, կլինի Արսենը, կլինի Էլինան, կլինի Էրիկը, ճիշտ Էրիկը հիմա արդեն արձակուրդի մեջ է, բայց ինքը ինձանից պրծում չունի, այդպես օրվա մեջ էլի 15-20 րոպե ինքը պետք է պարտադիր պարապի, որպեսզի սովորածը չմոռանա, եթե ուղեղները տան հեռախոսներին ոչ մի բանը չեն հիշի, միայն կհիշեն խաղերը և վերջ։ Այսքան ես զբաղված եմ, այսքան ամբողջ օրը ոտքի վրա աջ ու ձախ վազում եմ, բայց իրանց հետ լրիվ ես իմ ժամանակս տրամադրում եմ իրանց, ինձ համար իրանցից կարևոր ոչ մի բան չկա, այն որ ոչ մի գործ կարևոր չի, բացի իրանց ուսումը, իրանց
առաջ գնալը ինչի համար են ծնողները ձգտում աշխատում, որպեսզի իրանց երեխաները խելացի լինեն, ապահով լինեն, ոչ մի բանի կարիք չունենան։ Այդպես աղջիկներ ջան, շատ ուրախացա, որ ձայնայինը լսեցի, Արսենից ոչ մի բողոք, ոչ մի վատ բան, ասեն կարար ասեր չի լսում, չի սովորում, չի ուզում, բայց հակառակը ասես, որ ոչ մի խնդիր չունի Արսենը, որ մալադես տղայիս։ Ես գիտեմ, որ ինքը ձգտում է, ինքը սովորում է, մեկ օրում իր ոտանավորը սովորեց, իրանից հետո Էլինան իր ոտանավորը սովորեց, այդպես առաջադեմ է։ Ասված կանչեմ, մինչև վերջել այդպես գնա, չնայած չգնալու տարբերակ չունի, ինքը այն մարդու ձեռքում է, ով ամեն վայրկյան պահանջում է։ Ես այդ ձև եմ, ես ինչքան շատ սիրում եմ, հետները խաղում եմ, ամեն տեղ տանում բերում եմ, բայց ես շատ պահանջկոտ մարդ եմ ու ուզում եմ, որ իրանք այս կյանքում իրանց տեղը գտնեն։ Ու դրա համար ամեն ինչ կանեմ, որ լավ սովորեն, լավ մարդ մեծանան։ Այդպես էս տղայիս նվերները։ Հիմա կոֆե տնեմ, կոֆե խմենք ու դուրս գանք հողամաս։ Վլոգը աղջիկներս արդեն տեղադրել եմ ալիքում։ Այսօրվա վլոգը, այսօր համ մեծ ալիքում է վլոգ լինելու, համ փոքր, մեծ ալիքում արդեն տեղադրել եմ, հիմա ժամանակն է փոքրի, քանի որ 3-4 օր հանգիստ էի վերցրել, էլի իմ հաշվին, ինձ ինչպես տեսնում եք շատ է հանգիստներ անհրաժեշտ։ Իրականում աղջիկ ջան, որ գերհոգնում եմ ու գիշերները պետք է մոնտաժ անեմ, վայ զարթնար կյանքս։ Привет! Մուրցիկնիկով։ Ինեմ սիրուննիկով։ Գոնցս։ Ահա աղջիկներս ամբողջը հնձեց վերջացրեց մեր հարևանը, հիմա եկել եմ հողամաս, լտեսնեմ կարամ, բուգը հավաքեմ, թե դեռ թացա չի լինի, տեսնենք ինչ կասի հողը մեզ, հլես գայլուկին նայք, ամենը ապասնի, գայլը, կարտոֆիլներին չի թողնում շնչեն, պետք է գցենք կարևի տակ, որպեսզի վառվի։ Հիմա զգուշորեն հեռացնենք դրան։ Անցնեմ գործի, լտեսնեմ ինչ կլինի, եթե եղավ, կհավաքեմ, եթե ոչ, ապա կսպասեմ չորանա նոր խփեմ։ Լավ է եղնում երեխեք։ Հեչ բուկ հավաքած կաք, թե չէ, հլը գրեք տեսնեմ, ես ինչ լավ է հավաքվում, այսպես դեմից հավաքում ենք, հետո արդեն անցնում հաջորդ ուղղությունով, սենց չենք կարող հետ գնալ, մեզ ոնց հավաքեմ ես միսերնը, պետք է հակառակ ուղղությունով կանգնենք, որպեսզի հողը չտրորենք, հողը քանի դեռ հիմա խոնավ է, շատ զգուշ պետք է գործանենք, էլի, ընթացքում էլի 1, 2, 3 խոտ կա, քախան ենք անում։ Չէ, դեռ երեխեք այս գայլուկները համահանում են, թազա են, դեռ էլի տեղ ունի չորանալու, ավելի լավ է, ձեռք չտամ։
թացա։ Այս արև կողմ մասը շատ այսպես փափուկ է, լավ է, բայց ունդ է շատ թացա։ Քանի որ թաց աղջիկեք ջան չեմ կարող բուգը հավաքել, մի մարգը վերջացրեցի եւ վերջ շատ ջուր է, տենց պետք է մի օր երկու օր մնա, որպեսզի նոր կարողանաս գործ անել։ Այս խոտերը կհեռացնեմ այստեղից, մի քանի մարգա արագ հանեմ ու երևի կես օրվան էլ մի հատ կգամ փորձեմ, տեսնեմ կլինի բուգը կհավաքեմ, չէ, կմնա այնքան ժամանակ մինչև չորանա։ Շատ չոր էլ պետք չի, որ կարողանաս աշխատել։ Այն կողմից երևում է տեղը, այն կողմ որտեղ որ սենց խիտ է, միշտ այնտեղ հողը մշակված է եղել, իսկ այս հատվածը առաջի անգամ եմ ցանել, մի տարի լոբի ցանեցի, այտենց լավ չեղավ, տենց էլ մնաց։ Խամ հող է, էլի, հլը տեսնենք կարտոֆիլը ոնց կլինի։ Թփերը ոնց որ թե լավ է, տենց վատ չի։ Մշակելուց հետո ավելի կլավանա։ Մնում է բերքը տեսնենք։ Կամ լավ կլինի, կամ վատ կլինի։ Տեսնենք ինչ կլինի։ Ստեղ էլ է կարտոշկա դուրս եկե։ Ինչ լավ թուփ է։ Անցնեմ գործի, այս խոտերը հանեմ ու լոբին քախանեմ։ Լոբու մարգերում հանգիստ կարող ես ման գալ, իսկ այստեղ ոչ։ Եղանը վերցնում ենք։ Ինչով է սենց ծլվլում։ Աղջիկներս ամբողջ խոտը հեռացրեցի մարգերից։ Հիմա եկել ստեղ կանգնում եմ, ես լոբիների խոտն եմ տեսել ու վատացել։ Ինչքան շոտո խոտը։ Սիրում եք ցոգոլ ուտել։ Ես շատ եմ սիրում։ Երիկից, որը սպասում է, ուր գնում է, որտեղ ծառ տենայի, պետք է այս ցոգոլները պոկեի ուտեի, առանց ամոթի, կնայեն ինչ կասեն, ինչ չեն ասի, ես ուտում եի։ Հողը որ թաց է, մի տեսակ չեմ կարողանում մտնել հող։ Սպասեմ չորանա։ Նոր հլը նայեք մարգերն ինչ լավ է երևում, 5-րդ մարգը, գոնե մի ժամ սպասեմ, լավ արևը վառում է, էլի, մի ժամվա մեջ էլի մի փոքր կչորացնի, որ ավելի հեշտ հավաքվի։ Ինչ ես ուզում ուտես։ Միս։ Հեսա տան բոլես։ Միացնեմ տաքանա։ Միացնեմ տաքանա, թե տենց տամ ուտես։ Տաքացնեմ միսը։ Տենց տամ։ Միս։ Միս։ Հա։ Հա։ Հա։
Ասում եմ ես ուտում եմ։ Մի 2 ժամ ես հենց արևը լավ վառի, արդեն կարամ բուգը հավաքեմ։ Մի մարգը հավաքեցի, բայց մի տեսակ թացոտ էր էլի, մի ժամ 2 ժամ մնա։ Խոտերը հանեցի կարտոշկի մարգերի մեջից, թախանարած տեղերը։ Հա դե, բայց վերջինը որ թախանրի արի մնացել էր։ Կարտոշկից ամենավերջի մի մարգերը տրորտակելա։ Տրորելա։ Եվի ֆրացելա չի տեսե, որ կարտոշկա կա։ Ջարդելա էլի։ Մի քանի մարկ տրորելա։ Այ տակա մնացել։ Աղջիկներ ջան, ժամը արդեն 6-ն է, քանիսից է հողում եմ, ժամը 4:30-ից 5-ից արդեն։ Բուգը արդեն հավաքում եմ, լտեսեք ինչքան եմ հավաքել։ Վերջապես երեխեք ջան մաքրվում է, սիրունանում է, կարտոֆիլները արդեն ծաղկում է։ Առավոտ շուտ, եթե արև լինի, ժուկի դեմ դեղ կսրսկեմ։ Ես միայն ժուկի դեմ եմ դեղ սրսկում, ուրիշ ոչ մի բանի դեմ դեղ չեմ սրսկում, որ մեծանա, խոշոր լինի կարտոֆիլը եւ այլն։ Միայն պայքարում ենք ժուկի դեմ։ Ընթացքում նայեմ եք տեղեր կա, էլի լոբիները մաքրում եմ։ Այն որ բուգը հավաքելուց հոգնում եմ, ասում եմ մի քանի րոպե մեջքս ուղեմ, բայց էլի չեմ ուղում, գալիս եմ, քախան եմ անում։ Այսինքն թևերս եմ էլի հանգստացնում։ Ինքը դեռ խոնավոտ է հողը, այդքան լավ չոր չի ու մտածում եմ, եթե շատ լավ չոր է լինի, հավաքելը էլի դժվար կլինի, ավելի լավ է խոնավ հավաքեմ, որ մի փոքր փափուկ լինի։ Այստեղի մասին չեմ մտածում, այստեղ շուտով վերջացնում եմ, որտեղ այստեղ արդեն մշակված հող է, իսկ այն կոմը ահա որ դժվար պետքա լինի։ Դրա համար այստեղ արագացնելով անցնեմ այնտեղ, որ շատ չոր չլինի, էլի սիրուններ ջան։ Գնացի մարգերի մեջից էլի խոտերը հանում եմ, որ չմնա։ Հələ նայեք, լոբիի հետ հավասար այս խիաջորդվ է։ Հավասար դուրս է եկե, այս չգիտեմ, այս ինչ խոտ է։ Լավ է, որ լոբին երկուս եմ գցում, մեկը որ ջարդվում է տեղին, մեկը լրացնում է։ Լինում այս հարևանի աղունակները գալիս են, սպասեք թողին վերցնեմ, միամիտ անձրև չգա մնա փետը պչանա։ Առավոտյան նորից կգամ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 մարկ արդեն հավաքված է։ Այնտեղ բան չմնաց։ Վաղը եթե մի 9 մարգել անեմ, ուր կհասնեմ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Այս երկու փետի մոտ որ հասնեմ, երևի կանցնեմ էլ։ Երևի։ Երևիների հետևից չեմ անգնում, ինչքան արի։ Պլան եմ կատարելու էլի աղջիկեք ջան։ Այստեղ է դժվար լինելու ինձ թվում է։ Այդ թևահանը ստեղ եմ լինելու, որովհետև սա սեզ է։ Լոբիները ինչ լավացել են։ Քախանարած տեղը երևում է։ Հələ այն կողմն է պետքա քախան անեմ, պատկերացնում եք երեխեք ջան։ Գնացի։
Բազուկները պետք է շիթիլ անեմ։ Լիքը գործ ունեմ անելու աղջիկներ ջան։ Կարևորը խոտազրկվում է հողամասը։ Տեսնեմ հավերս ջուր ունեն թե չէ։ Եթե չունեն բերեմ։ Հա, ունեն, ջուրել ունեն, կերել ունեն, ահա, ընդհամենը մի հատ ձու, չգիտեմ առավոտ Գյորգին վերցրել է, թե չէ, գնում ենք մի հատ սուրճ խմենք ու գանք, արդեն ժամը քանիսն է 9-ն։ Գնանք մի հատ կոֆե խմենք անկանոց։ Ես արդեն մի անգամ խմել եմ ժամը 4-ի կոմերը, երեխեքին բերելուց այտենց արագ խմեցի, հետ եկա, նորմալ չխոսացինք, չշփեցինք։ Հիմա ասի գնանք մի հատ կոֆե խմենք անկանոց օծիայի հետ։